Թուրն ծափահարենք Հիսուսին, սիրելի եղբայրներ եւ քույրեր, իսկապես հրաշալի է լինելով Աստծո տանը տեսնել այսքան հավատարիմ մարդկանց։ Ոմանք եկել են հեռվից, մյուսները մոտակայքից, եւ բոլորս եկել ենք այստեղ Աստծո ներկայությունը փնտրելու։ Ուզում եմ ասել, մենք ապրում ենք շատ գեղեցիկ մի փուլ։ Շուտով կդիտենք Բոստոնի հրաշալի տեսանյութը Միացյալ Նահանգներում քարոզելիս, որից ամենքը ուզվեցին եւ ծափահարեցին մեր Տեր Հիսուսին։ Ես էլ էի շատ ուզվել։ Թեև տղան կատարելապես չապաքինվեց, բայց կանգնեց։ Իր 18 թե 20 տարվա ընթացքում երբեք չէր կանգնել։ Թեև երբեք չէր կանգնել, բայց կանգնեց եւ քայլեց երկու ծառայակցի աջակցությամբ։ Չի ուզում ճնշել, որովհետեւ միշտ ուզում ենք անել այն, ինչն Աստված է առաջնորդում, բայց վերջում խնդրեց ծառայակիցներից օգնել իրեն։ Իսկապես հրաշալի էր, սիրելիներ։ Այդ մասին կխոսենք մի քանի րոպեից։ Այժմ ուզում եմ ձեզ հետ ուսումնասիրել Եբրայացիներին 10:19։ Այս խոսքը կոչ անում հոգևորապես աճել։ Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում։ Կրոնը պահում է մեզ ճնշման տակ, բայց պետք է բացենք մեր թևերը եւ թռչենք Հիսուսի հետ, լինենք Աստծո ներկայության մեջ։ Արդ եղբայրներ, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, հրաշալի ուղերձ, պետք է համարձակություն, քաջություն ունենանք, որ չվախենանք։ Սա է համարձակությունը։ Համարձակություն ունենանք Աստծո ներկայության մեջ լինելու։ Իսկ ինչու է հեղինակը գրել այս խոսքը, որովհետև հին կտակարանում խորանը բաժանվում էր երկու մասի։ Առաջին խորանը բոլորի համար էր, երկրորդը սրբության սրբոց մտնում էր միայն քահանայապետը տարին մեկ անգամ, չէր կարող տարին երկու անգամ մտնել։ Ով որ մտնում էր այդ սրբավայրը առանց Աստծո թույլտվությամբ, անմիջապես սպանվում էր։ Այսպես ամեն անգամ չէին կարող մտնել։ Ասում են, առաջ քահանայապետի գոտկատեղին պարան էին կապում, որովհետև եթե սխալմամբ մտներ սրբավայր, անմիջապես կսպանվեր։ Նա Տիրոջ սրբության սրբոցում էր։ Մեր Տեր Հիսուսն այն ժամանակ դեռ չէր ուղարկվել։ Նա աշխարհ եկավ դրանից 1500 տարի անց, մեր փոխարեն մահանալու։ Այսպիսով, առանց Աստծո թույլտվության ոչ ոք չէր կարող մտնել այդ վայրը։ Աստված սուրբ ու մաշող կրակ է, Աստված լույս է, որի ներքո հայտնի են դառնում բոլոր մեղքերը։ Այսօր, երբ Քրիստոսը մահացել ու գին է վճարել ամբողջ մարդկության համար, ամեն ոք, հատկապես Հիսուսին իրենց կյանքը նվիրողները, կարող են մտնել սրբարան առանց վախի ու կասկածի, թե ինչ կպատահի։ Համարձակություն պետք է ունենալ մտնելու համար։ Իսկ մեր հավատքը տալիս է այդ համարձակությունը, Աստծո խոսքը տալիս է այդ համարձակությունը։ 19. Արդ եղբայրներ, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, գուցե երբեք չեք մտածել այդ մասին։ Չգիտեմ ով է ձեզ դարձի բերել, բայց քանի որ արդեն հռչակել, ընդունել եք նրան որպես փրկիչ եւ խնդրել եք Հիսուսին իր արյունով մաքրի ձեր մեղքերից, եթե անգամ ժամանակ առ ժամանակ անմաքուր մտքեր եք ունենում, տեղ մի տվեք, սրբվեք եւ այժմ համարձակություն կունենաք, որովհետեւ Հիսուսը մեր քահանայապետն է, ով մեկ անգամ մտավ մեր հոր ներկայության մեջ եւ երբեք այլևս չհեռացավ։ Նա մուտք գործեց սրբարան, մահացավ թափելով իր արյունը եւ քանի որ բաժանված էինք Աստծուց, փրկագնեց մեզ։ Նա մտավ սրբարան, իր արյունը թափեց բոլորիս համար, բացելով մի նոր ճանապարհ։ Այսօր պետք է համարձակություն ունենանք մտնելու սրբարան։ Հակառակ դեպքում չենք օրհնվի, իսկ մենք ցանկանում ենք օրհնվել մեր Տեր Հիսուսի անունով եւ կատարել նրա կամքը, ինչպես մեզ պատվիրել է Աստծո փառքի համար։ Քիչ անց աստվածային հրաշքներ կտեսնենք։ Կաղոթենք, որ հրաշք տեղի ունենա։ Մենք պետք է համարձակություն ունենանք մտնելու։ Ովքեր վիրահատվելու են, հեռացնելու են լեղապարկը, արգանդը, ձվարանները կամ արգանդափողերը եւ բժիշկն ասել է դրանք վնասված են եւ ենթակա են հեռացման, հիշեք, Կիսոնի հեղեղատում թշնամիները պարտվում են։
Գետը քշում է բոլորին։ Տերն է նրանց ազատագրողը, գրված է նույնիսկ երկնքից պատերազմեցին, ասխերն իրենց շրջաններից Սիսարայի դեմ պատերազմեցին։ Հիշեք, այն ժամ կողմնացույցներ չկային։ Մարդիկ առաջնորդվում էին աստղերով, հետևում այդ ճանապարհին, հետագայում չգնացին այնտեղ, փոխեցին իրենց ընթացքը, գնացին այն ճանապարհով, որով Աստված հրամայեց բնությանը կատարել իր գործը, մեր Տեր Հիսուս Նազովրեցու անունով։ Այժմ անցնենք Ծննդոց 32-ի։ Ուսումնասիրելու ենք Հակոբի կյանքից մի շատ գեղեցիկ պատմություն, որ ձեզանից շատերն արդեն գիտեն։ Հակոբը ապուր էր եփում, երբ Եսավը դաշտից վերադարձավ եւ նրանից ուտելիք խնդրեց։ Հակոբն ասաց. ապուր է եփում, եւ Եսավը խնդրեց նրան կերակրել։ Հակոբը հարցրեց. ինչ կստանամ դրա դիմաց։ Եսավը հարցրեց. ինչ ես ուզում։ Հակոբն ասաց. ծախիր ինձ քո անդրանիկությունը։ Եսավը համաձայնվեց։ Այսպես նա ծախեց, անարգեց անդրանիկությունը եւ զղջաց արցունքներով։ Հակոբը գնեց այդ իրավունքը եւ ապա հնարքի դիմեց իր հորից օրհնվելու։ Ծննդոց 32:22 Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր 11 որդիներին եւ անցավ Հաբոկի ծանծաղուտով։ Ծանծաղուտ նշանակում է հոսող ջրի ոչ խորը տեղ։ 23 Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իր ամբողջ ունեցվածքը։ Իսկ ինչ արեց հետո։ 24 Եվ Հակոբը մնաց միայնակ, եւ մի մարդ գոտե մարտում էր նրա հետ մինչև արևածագ։ Այժմ ինչ է կատարվում այստեղ։ Հաճախ մեր հորն ու մորը զանգելու փոխարեն մեր ընկերոջ կամ գործընկերոջ, մեր որդու կամ դստեր հետ բամբասելու փոխարեն ստիպված ենք մտնել մեր սենյակ, փակել դուռը եւ մեր սիրտը բացել Աստծո առաջ։ Ենթադրենք, ձեր ամուսնության մեջ խնդիր կա։ Երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, ինչպես Հիսուսն ասաց, ծնկի իջիր եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցանի քեզ։ Հավատը Աստծո խոսքը լսելուց է։ Հակոբն աղոթելիս մի մարդ հայտնվեց, գոտե մարտելու նրա հետ։ Եվ Հակոբը ամբողջ գիշեր գոտե մարտեց նրա հետ։ Այդ մարդը Աստծո հրեշտակն էր։ Հիսուսն էր նախքան մարմին առնելը։ Միևնույն ժամանակ Հակոբը գոտե մարտում էր եւ հոգնում։ Այդ մարդը թարմացնում էր Հակոբին եւ ասում. նույնն ինձ հետ է եւ քեզ հետ։ Երբ ասում եք այլևս չեք կարող դիմանալ, գոհություն հայտնեք Տիրոջը եւ նա կզորացնի ձեզ, որ կարողանաք շարունակել։ Նա գոտե մարտում էր մի հրեշտակի հետ։ Հիշում եք, երբ հեռուստացույցով բռնցքամարտի մենամարտեր էին դիտում։ Պատկերացրեք, նման մարտում ամեն մի հարված մեզ լիովին կհյուծեր։ 10-րդ ռաունդում երկուսն էլ այնքան հոգնած էին, երեխաների պես էին հարվածներ փոխանցում։ Մտածեցի, աման ուժասպառ են, հետո հիշեցի Հակոբի մասին։ Եվ Հակոբը գոտե մարտում էր մի հրեշտակի հետ եւ չէր պարտվում այդ մարտում։ Որպեսզի հաղթեր գոտե մարտում, հրեշտակը պետք է դիպչեր նրա ազդրի ջղին։ Ջիղը թուլանար եւ ի վերջո օրհնվեր։ Եվ հրեշտակն ասաց. թող ինձ գնամ, որովհետև լուսաբաց է։ Հակոբին չէր հետաքրքրում այդ մարդուն կթողներ միայն իրեն օրհնելուց հետո։ Եվ Հակոբն անկոտրում շարունակում էր գոտե մարտել։ Գուցե չեք հասել այն կետին, որ կպայքարեք մինչև Տիրոջ հանդիպելը։ Եվ այսպես Հակոբը շարունակում էր գոտե մարտել, եւ ինչ պատահեց հետո։ 27 Նա էլ պատասխանեց. Հակոբ է։ 28 Նա ասաց. քո անունը այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրահել, որովհետև դու մարտնչեցիր Աստծո հետ եւ մարդկանց հետ եւ հաղթեցիր։ Այսպես եղբայրներ, պետք է մարտնչենք Աստծո եւ մարդկանց հետ, Աստծո եւ ձեր կնոջ հետ, պետք է մարտնչեք ձեր ամուսնու կամ կնոջ հետ։ Խոսքը ամուսնալուծության մասին չէ, ովքեր չեն վախենում Աստծուց, մտածում են ուրիշ մեկին կգտնեն։ Պետք է ամուր կանգնեք հավատի մեջ, որպեսզի միասնական պահեք ձեր ընտանիքը եւ փոխեք իրավիճակը։ Կարևոր չէ թե ով եք։ Ենթադրենք անցյալում արդեն ինչ որ բան է պատահել, կարևոր չէ ինչ, կարևորն այն է, որ թույլ չտաք, որ
չկրկնվի, որովհետև դուք մեր Տեր Աստծո զավակն եք, Հիսուսի անունով։ Ելք գրքի 7:14 խոսքը Մովսեսը սկսում էր ցույց տալ փարավոնին, թե ինչ կպատահի, եթե նա չազատի Իսրայելի որդիներին։ Այսպես սկսվում է շատերի ազատագրումը, ովքեր իսկապես երկնային օրհնության կարիքն ունեն եւ այն փնտրում են Տիրոջից։ Ելք գրքի 7-րդ գլուխը, որ Աստվածաշնչի երկրորդ գիրքն է, ասում է հետեւյալը 14. Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ, նա չի ուզում արձակել ժողովրդին»։ Տերը չխաբեց Մովսեսին ինչպես որևէ մեկի։ Նա հայտնում է ինչ է կատարվում, որպեսզի չարը չկարողանա ազդել մեզ վրա, եւ հետո Աստված ասաց նրան։ 15. Առավոտյան գնա փարավոնի մոտ, երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնիր գետի եզերքի նրա դիմաց եւ ձեռքդ առ օձ դարձած այդ գավազանը։ Տիրոջ ամենագետ լինելը կոչվում է կանխագիտություն։ 15. Կանգնիր գետի եզերքի նրա դիմաց եւ ձեռքը տար օձ դարձած այն գավազանը։ Հաջորդ օրերին այդ գավազանը շատ օգտակար կլիներ։ 16. Եվ ասա նրան. Եբրայացիների Տեր Աստվածը ինձ ուղարկել է քեզ մոտ ասելով արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում, բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։ Մովսեսը ընդամենը մի քանի ամսական էր, երբ մայրը փարավոնի հրամանից փրկելու համար նրան դրեց զամբյուղի մեջ ու թողեց փարավոնի դստեր լողանալու ափին, որտեղ էլ նա լսեց երեխայի լացը։ Փարավոնը որոշել էր սպանել բոլոր եբրայեցի տղաներին, Հակոբի երեխաներին։ Աղջիկների կյանքը կխնայվեր, իսկ տղա ծնվելիս մանկաբարձուհիները պետք է կոտրեին նրանց պարանոցը։ Բայց ծնողների խնդրանքով այս երկու մանկաբարձուհիները խնայեցին Մովսեսին, քանի որ Աստված նպատակ ուներ, նրա տարիքի ոչ մի տղա կենդանի չմնաց։ Ծնվելիս բոլորը սպանվեցին։ Ամիսներ անց փարավոնի դուստրը տեսավ եւ վերցրեց նրան եւ աստվածային գործի շնորհիվ վարձեց Մովսեսի մորը նրա մասին հոգ տանելու եւ այսպես նրան մայրը մեծացրեց եւ սովորեցրեց Աստծո խոսքը։ Նա մեծացավ որպես փարավոն։ Երբ մեծացավ, որոշեց հեռանալ, վերամիավորվել իր ժողովրդի հետ։ Մոտ 40 տարեկան էր։ Նա տեսավ, թե ինչպես մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին, որոշեց պաշտպանել նրան, թեև նրան մեծացրել էին որպես փարավոն, եւ մյուս տղամարդը հավանաբար ուժեղ էր, բայց եւ այնպես ընդամենը մեկ հարվածով սպանեց այդ մարդուն եւ թաղեց ավազի մեջ։ Հաջորդ օրն իմացան եւ նա ստիպված եղավ փախչել։ Այն փարավոնը, որը պետք է լիներ նրա պապը, որի դուստրը նրան որդեգրել էր, արդեն մահացել էր։ Կար մի նոր փարավոն։ Մովսեսը 40 տարի փախուստի մեջ անցկացրեց։ Աստված նրան կանչեց, երբ 80 տարեկան էր։ Երբ Աստված կանչում է ձեզ, կարևոր չէ քանի տարեկան եք։ Կարևորն այն է, որ կանչված եք եւ պետք է ընդունեք նրա կանչը, որպեսզի կատարեք Աստծո կամքը։ Եվ նա ծառայեց Տիրոջը 40 տարի։ Ելք 7:16 Եվ ասա նրան. Եբրայացիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ ասելով. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում, բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։ 16 Եբրայացիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ ասելով. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում, բայց մինչև հիմա դու չլսեցիր։ Հիշեք այս խոսքը. ինձ ուղարկել է քեզ մոտ, որովհետև այս շաբաթ հաճախ եմ անդրադառնալու այս պատգամին։ Երբ Աստված մեկին ուղարկում է որևէ առաքելության, ինչպես ինձ, մարդու որսորդ լինելու, 6-8 տարեկան էի աղաղակում էի Աստծուն. Տեր, այստեղ եմ, խնդրում եմ, օգնիր փրկել հորս ու մորս եւ բոլոր եղբայրներիս, եւ փրկվեցին, քանի որ փրկության կարիք ունեին։ Երբ Աստված կանչում է ծառայության, չպետք է վախենաք։ Տերը ձեզ հետ է, դուք ուղարկված ու օծված եք, ընտրել է ձեզ եւ առատորեն օրհնել։ 16 Եվ ասա նրան. Եբրայացիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ ասելով. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում, բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։
Այսպես է ասում Տերը, սրանով կիմանաս, որ ես եմ Տերը, ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և ջրերը արյուն կդառնան, 18, գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել։ Այդպես էլ եղավ, առաջին պատուհասն էր, քանի որ փարավոնը չէր արձակում ժողովրդին։ Միշտ էլ կլինի առաջին օրհնություն, բայց համարձակություն ունեցեք ձեր աղոթքներում։ Մի նմանվեք կրոնական մոլեռանդի, «Օ Աստված, օ իմ սիրելի Տեր Հիսուս, խնդրում եմ օգնիր ինձ»։ Սա խիստ կրոնական է։ Տեր իմ, քո խոսքում գտել եմ այս խոստումը, խնդրում եմ կատարել այն իմ կյանքում։ Հասկանում եմ, որ շատերի համար բարդ կլինի աղոթքի ձևը փոխելը։ Եթե անգամ ավետարանական եք, 6 տարեկանում ստիպված եք փոխել աղոթքից ձևը։ Այնպիսի մարդ էի, որը խոսելից սկսում էր լացել. «Տեր, ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ»։ Սուտ էր։ Աստծուն սիրել նշանակում է պահել նրա պատվիրանները։ Չէի խորհում նրա պատվիրանների մասին, չէի պահում դրանք, բայց չէի դադարում ասել, որ սիրում եմ Աստծուն։ Հաճախ կրոնավոր ենք դառնում, պետք է վերափոխվենք։ Ինչ եղավ հետո։ Մովսեսը վերադարձավ և Աստված 10 հարվածներ ուղարկեց Եգիպտոս։ Եվ այդ հարվածները մեկը մյուսից ավելի վատն էին։ Եվ վերջապես կարողացավ Իսրայելի որդիներին այնտեղից հանել, և Իսրայելի ոչ մի զավակ չմեռավ։ Կատարյալ գործ էր, Աստծո ձեռքի գործը, ձեր տան կատարյալ է։ Այն ներառում է բոլորին, այս բայց սկսած, և ոչ ոք չի մահանա առանց փրկվելու։ Սիրելիներ, պետք է հավատակ և գործենք իշխանությամբ, քանի որ կանչված ենք և ուղարկված։ Ուղարկվածները Աստծո կողմից օծված են, պետք է պատրաստ լինենք։ Աստված անպատասխանատու չէ։ Նա առանց իշխանություն տալու չէր ուղարկի մեկին խոսելու գողի կամ ավազակների հետ։ Եթե նրանց տրվել է այդ իշխանությունը, կկատարեն, բայց եթե նրանք չանեն, նշանակում է նրանց գործը չէ, բայց ձեր տանը Աստված ձեզ տվել է ողջ իշխանությունը, համարձակություն ունեցեք Աստծուն մոտենալու և Տերը կօրհնի ձեզ։ Այժմ աղոթենք։ Որտեղ էլ լինեք, խնդրում եմ կանգնեք և Աստծո զորությունը կլինի մեր մեջ և հրաշքներ կգործի, նույնիսկ նրանց մեջ, ովքեր երկար ժամանակ Աստծուց ոչինչ չեն ստացել և տառապում են, մտահոգ են, մարմինը լի է ցավերով և շատ լուրջ խնդիրներով։ Տանը գտնվողներն էլ նույնն են անում, բոլորս Աստծո ներկայության մեջ ենք։ Իջեցրեք ձեր ձեռքերը և փակեք ձեր աչքերը և կրկնեք իմ հետևից։ Սիրելի Տեր, ազատագրում եմ ուզում, սա է իմ խնդրանքը։ Այժմ Տիրոջը ցածրաձայն պատմեք ձեր խնդիրը։ Ճիշտ այդպես, ոչ ոք չպետք է լսի ձեզ, միայն Աստված։ Չեմ ուզում լսել, թե ինչ խնդիր ունեք։ Այժմ աղոթելու եմ ձեզ համար, ժամանակն է։ Հայր, գալիս եմ քո առջև, բոլորս քո ներկայության մեջ ենք։ Քո առջև եմ բերում այս մարդկանց, ովքեր այս պահին եկեղեցում են և ովքեր երկրի ցանկացած վայրում աղոթում են ինձ հետ։ Ոմանք հիվանդանոցում են, մյուսները բանտերում, ոմանք աշխատանքի, մյուսները միայն դու գիտես որտեղ են։ Տեր իմ, այնտեղ չպետք է լինեին, բայց այժմ լսում են խոսքը և օրհնվում։ Մեղքերի տանն են, բայց այժմ օրհնիր նրանց, որ այդ վայրից անվերադարձ հեռանան։ Հայր, ուստի այժմ կապում եմ չարի բոլոր գործերը, որտեղ էլ որ գայթակղություն, հիվանդություն, թուլություն ու ցավ լինի, այժմ ամենը անհետանան։ Հիվանդություն անունդ չեմ հարցնում, ցավ անունդ չեմ հարցնում, թուլություն անունդ չեմ հարցնում։ Եթե նրանց մտքում ես կամ մարմիններում, կամ նրանց հոգում, կամ եթե նրանց ընտանիքներում ես, կամ ֆինանսական կյանքում, կամ էլ նրանց ամուսնական կյանքում, որտեղ էլ որ լինի այս մարդկանց նկարագրած խնդիրը, այժմ այնտեղ եմ Աստծո հետ, որպես Աստծո խոսքի քարոզիչ, նրա գործը կատարելու, և այժմ ասում եմ հիվանդություն, ցավ, վարակ, բորբոքում, քաղցկեղ, մաշկի քաղցկեղ, նրանց մարմնի ցանկացած մասում եղող քաղցկեղ, որ բնակվում է գլխում, կապում եմ քեզ և հրամայում եմ հեռանալ, անհետանալ, վերցնել ամեն ինչ, ինչ քոնն է և անհետանալ։ Այժմ հրամայում եմ ձեզ,
Լուրջ աղոթեք եղբայրներ ու քույրեր, Աստված ձեզ կօրհնի, քանի որ այժմ հրամայում եմ Հիսուսի անունով, մեր Տեր Հիսուսի անունով, թող բոլոր հիվանդությունները, բոլոր տկարությունները, որոնք ազդում են այս մարդկանց վրա, հեռանան Հիսուսի անունով, եւ այժմ ասում ենք. Տեր, շատ շնորհակալ ենք, ես ընդունում եմ, նայեք ինձ, ովքեր չէին կարողանում բարձրացնել ձեռքերը եւ կարողացան, առավելություն չէ, եթե անկարող եք բարձրացնել ձեռքերը, այժմ ձեր ժամանակն է, իջեցրեք ձեռքերը, նախ փորձեք այսպես շարժել ուսերը, ովքեր անկարող էին, եթե չեք կարողացել մի քիչ շարժեք, եթե արտրիտ կամ արտրոզ ունեք, ջլերի բորբոքում, բուրսիտ, արեք սա, այժմ կրկնեք, ես կարող եմ անել, այսպես Հիսուսի անունով կատարեք այս Աստծո փառքի համար, լավ, այժմ ձեռքերը բարձրացնեն նրանք, ովքեր դժվարանում էին, շատերը գոհանում են Տիրոջից, այժմ իջեցրեք ձեռքերը, եկեք շարժենք մեր ոտքերը, սա այժմ ավելի կարևոր է, մի քանի վարժություններ կանենք ծնկներով, ինչպես ցույց եմ տալիս, տեսնում եք, աջ ձախ, շարունակեք շարժվել այս կողմ, շարունակեք շարժվել, գիտեմ ինչ եմ անում, այրոց կզգաք ձեր ազդրերի, ողնաշարի վերևում եւ լիովին կապակինվեք, տեսնում եք, փորձեք, փառք Տիրոջը, խնդրեմ անցնենք հարց ու պատասխան հատվածին։ Դոկտոր Սուարես, ինչ տարբերություն նպատակ ունենալու եւ կանչված լինելու միջև։ Հնարավոր է կանչված եք ինչ-որ նպատակով, բայց նպատակաուղղված չեք գործում։ Օրինակ, հովանավոր լինելը, կարծում եք, երբ կամենաք նվիրատվություն կանեք, երբ չկամենաք չեք անի։ Անկախ մեր կամքից, ամեն ամիս պետք է վճարենք մեր ծախսերը, եւ Աստծո հաճությունը մեզ վրա է, փառք Աստծո։ Կանչը այն է, երբ զգում եք, որ Աստված կանչել է ձեզ ինչ-որ բանի համար։ Նպատակը, երբ մտածում եք, անելու եմ։ Հարց երկրորդ։ Դոկտոր Սուարես, արդյոք մարդիկ կան, ովքեր ավելի օծված են, քան մյուսները։ Այո, կախված է, թե ինչպես ենք ծառայում Տիրոջը, մեր հավատի չափն է սահմանափակում Աստծո օծությունը։ Եթե սրբոց մտնելու համարձակություն չունենք Հիսուսի անունով օրհնություն ստանալու, ուրեմն մեր աղոթքների մեծ մասը կմնա անպատասխան։ Պետք է համարձակություն ունենանք, անցնենք բացիր սիրտը տեսանյութին։ Դոկտոր Սուարես, դժվարություններով եմ անցնում։ Օրս լուրջ հիվանդություն են ախտորոշել եւ այս պահին հիվանդանոցումն է։ Մերժում եմ այդ հիվանդությունը նրա կյանքում։ Գիտեմ Քրիստոսն ինչ է արել նրա համար։ Ինչպես կարող եմ աներեր մնալ հոգեվոր պայքարի ընթացքում։ Հենց դա էլ սովորեցնում ենք եւ պետք է պահենք, ինչ խոսքում գրված է։ Խնդրեք Աստծուն խոսել ձեզ հետ իր խոսքով եւ մի փակեք ձեր Աստվածաշունչը այժմ։ Ամեն օր նույն ժամին խորհեք խոսքի շուրջ։ Այժմ էլ կարող եք սկսել, բացեք ցանկացած տեղ, երևի Սաղմոսների գիրքը կբացվի, իսկ Սաղմոսները հասկանալը բավականին հեշտ է։ Կամ կարող եք սկսել նոր կտակարանից, Մատթեոսի գիրքը բացեցի, բայց կարող եք կարդալ Մարկոսի, Ղուկասի կամ Հովհաննեսի գրքերը ու կհասկանաք ինչը չէիք հասկանում։ Հետագայում, երբ ավելի հասուն լինեք, այլ գրքեր կսկսեք կարդալ, քանի որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է մեր Տեր Հիսուսի անունով։ Աղոթենք։ Տեր, հեմոդիալեզ չկա, քեզ հավատացողները վիրահատությունների կարիք չունեն, հավատացողի համար բոլոր դռները բացվում են։ Երբ մարդ հավատում է Տեր, ժառերից սկսում է առատ ջուր բխել, երբ մարդ հավատում է ով Տեր, երկնքից առատ մանանա է թափվում։ Այդ իրականությունը Իսրայելի զավակներն ապրել են։ Երբ մարդ հավատում է, երեխան մի շարժումով կարող է հսկային դեն նետել։ Տեր, մենք քո զավակներն ենք, այստեղ ենք քո գործը կատարելու։ Տեր, այժմ հովիվ ջեյմը կաղոթի, նա վճռականորեն կհրամայի չարին հեռանալ։ Այդ խնդիրը, որ ազդում է մեկի պարանոցի վրա, եւ բժիշկն ասել է, որ հնարավոր չէ վիրահատել, այժմ վիրահատիր նրանց, Հայր։ Աստված, արի քո ողջ զորությամբ։ Մենք համարձակություն ենք ունեցել մտնելու սրբոց հավաքվելու քո ներկայության մեջ
Համարձակություն, ինչպես գրված է քո խոսքում, անցյալում սրբության սրբոց մտնելիս նրանց մեջքին պարան էին կապում, տարին մեկ անգամ էին մտնում մեծ վախով, այժմ Տեր մտնում ենք սրբության սրբոց կյանք ունենալու, մտնում ենք այնտեղ ապաքինվելու, ազատագրվելու, մտնում ենք այնտեղ ընտանիքներին խաղաղություն, լուծում բերելու, միշտ հաճելի կհամարեն վերադառնալ իրենց տուն, որովհետև իրենց տանը կհանդիպեն Տիրոջը, Հայր և տնից հետևողները կգան Աստծո տաճար կօրհնվեն, ուստի Հայր, այժմ կապում ենք ամեն տեսակի չարիք, հրամայում ենք, հռչակում այժմ չքվիր, հեռացիր, հրամայում եմ երիկամի հիվանդություն, գնա, մաշկային հիվանդություն, քաղցկեղ, ինչ խնդիր էլ որ ունենաք ստիպված է հեռանալ Հիսուսի անունով, հրամայում ենք չքվել, հեռացիր, հռչակում ենք, թող այն կնոջը, թող այն մարդուն, հեռացիր, Հայր Հիսուսի անունով խնդրում եմ օգտագործիր հովիվ Ջեյմին։ Այժմ համարձակությամբ մտնում ենք սրբության սրբոց, Հիսուսի անվան իշխանությամբ, քո օգնությունն ու օծությունը ստանալու ժամանակը հասել է, եկեք ինձ հետ եղբայրներ եւ քույրեր, բարձրացրեք ձեր ձայնը համարձակությամբ եւ հրամայեք չարին չքվել, ուռուցքին ասեք այժմ հեռացիր մարմնիցս, հրամայեք արգանդի միոմային, ֆիբրոմային, էնդոմետրիոզին, ծվարանների պոլիկիստոս համախտանիշին, հրամայեք հեռանալ բոլոր խոչընդոտներին, որոնք խանգարում են այդ կնոջը հղիանալ։ Արի Աստծո մարդ, այժմ ժամանակն է, որոնց շագանակագեղձերը այտուցված են, բժիշկը ձեզ մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշել, հրամայում եմ այդ հիվանդությանը հեռանալ, հեռացիր, վերացիր Հիսուսի անունով, խոսում եմ գլխացավի, ձեռքերի ցավի, կաթվածի եւ վթարի հետևանքների դեմ, ում ոտքերը կաշկանդված են, ձեռքերը անշարժ, անդամալույց, ովքեր կույն են, խուլ ու համր, հիվանդություններ, հեռացեք, ժամանակն է, մեր Աստված հրաշքներ է գործում, մեր Աստված հրաշագործ է, մեր Աստվածը զորավոր է, եկեք միասին համարձակությամբ մտնենք, հրամայում եմ բազմակի սկլերոզին հեռանալ, գայլախտին հեռանալ, աուտոիմունային հիվանդությանն ասում եմ չքվիր, հրամայում եմ սրտի աղմուկին, սրտի միտրալ փականի պրոլապսին, երակներում կալցիումի կուտակմանը, որ այժմ հեռանան, հեռացեք, հրամայում եմ չքվել, անհետանալ, սա հրաման է Հիսուսի անունով թող հեռանան բոլոր տեսակի հանգույցներն ու ուռուցքները, այժմ հեռացեք, Հիսուսի անունով, արգանդի միոմա, այժմ հեռացիր, ամորձու ոլորում, ամորձապարկի գոյացություններ, անհետացեք այդ մարդկանցից, հեռացեք, կախարդության եւ սև մոգության միջոցով ուղարկված չարիք, հրամայում եմ հեռացեք, այժմ ուշադրություն, քարոզիչներ, լսեք, տղամարդիկ եւ կանայք, լսեք, երիտասարդներ, որտեղ էլ որ չարը բնակվում է, պետք է այժմ հեռանա, այն չարիքը, որը մարդկանց ստիպում է տեսնել կերպարանքներ, լսել ձայներ, որը խուճապի նոպաններ եւ երկբևեռ խանգարումներ է առաջացնում, մղում է անհանգստության եւ ինքնասպանության, հեռացեք, չքվեք, դուրս եկեք, գնացեք, հեռացեք, այրունահոսություն, դադարիր, Հիսուսի անունով չվերադառնաս, եկեք միասին աղոթենք, Հիսուսի անունով, կրկնիր ինձնից հետո, այժմ Հիսուսի անունով թող ամեն չարիք հեռանա, փառ Տիրոջը, ով Հիսուս հրաշալի ես, Հիսուս, բարձրացրեք ձեռքերդ Աստծուն փառաբանելու,